Նիկոլ Փաշինյանը խոստանում է ամենայն հայոց կաթողիկոսին ապացուցել, ինքը թլպատված չէ։ Վարչապետը, որ տևական ժամանակ է վեհափառի նրա աշխարհի կանոնով է դիմում, այսօր աննախադեպ թափանցիկ առաջարկ է արել, ընդունել նրան ու նրա խոսնակին։ Կտրիչ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես իբր թլպատված եմ, պատրաստ եմ ընդունել Կտրիչ Ներսիսյանին ու իր խոսնակին եւ ապացուցել հակառակը, իսկ ինքը թողի վերջո պատասխանի հարցին, կուսակրոնության ուխտը խախտել է, թե ոչ, զավակ ունի, թե ոչ։ Կտրիչ Ներսիսյանի խոսնակ ասելով Փաշինյանը հավանաբար Տեր Զարեհ Աշուրյանին նկատի ունի։ Տեր Զարեհն էր կոչարել րոպե առաջ մաքրել եկեղեցին ազգադավ, նախնյաց հիշատակը անարգած, մկրտության ուխտը դրժած եւ սուրբ դրոշմի կնիքը թլպատության նշանով փոխած կեղծ հավատացյալներին։ Տեր Զարեհը Նիկոլ Փաշինյանին համեմատել էր Հուդայի հետ, որը իրեն Քրիստոսի հետևորդ էր համարում, բայց 30 արծաթով վաճառեց հավատքն ու տիրոջը։ Եթե սրա հոգևոր հայրը Հուդան չէ, թող հռչակի իր հոգևոր հոր անունը։ Ժամանակակից Հուդա Իջևանցին բոլոր առումներով ուզում է գերազանցել իր հոգևոր նախահորը Հուդա Իսկարիովտացուն։ Եկեղեցին ու բարձրաստիճան հոգևորականներին վիրավորող իր գրառումների գրեթե կեսում Փաշինյանը հավաստիացնում է, թե հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ է ու ցանկանում է փրկել եկեղեցին իր խոսքով սրբապիղծներից։ Թուրքը թշնամյա թե ոչ։ Ինչպես ապերնովա։ Հոգևորության դեմ իր ակտիվ պայքարով հայտնի Տեր Զարեհին Փաշինյանը պոռնկաբարո է հռչակել նրա վերջին գրառումից հետո։ Կտրիչ Ներսիսյան, այսինքն մնացել եք մի քանի պոռնկաբարո հոգևորականների հույսին, ինչու մինչև հիմա կարգալույծ չեն պոռնկության մեջ բացահայտված Զարեհ Քահանա կոչվածը եւ Սամվել Խաչատրյան կոչվածը, որը ոչ միայն սեփական ընտանիքն է պղծել, այլև ձեր, ու բոլորը գիտեն այդ մասին։ Դուք անձամբ գիտեք դրա մասին։ Եկեղեցու դեմ Փաշինյանի պայքարը մտել է նաև Երևանի քաղաքապետարան, կարկառուն ու ոչ այնքան հայտնի ԿՊԱ-ականներ Հայաստանի վարչապետի գրառումների տրամաբանությամբ պնդում են, թե առաքելական եկեղեցու հետևորդ են եւ ուզում են իմանալ վերջապես Գարեգին II-ը խախտել է կուսակրոնության ուխտը, զավակ ունի թե ոչ։ Հիմա եթե օրերից մի օր պարզվի, որ ես երկքաղաքացի եմ եւ կամ այդ ժամանակ 23 թվականին, որ գրանցվել եմ որպես Երևանի ավականու անդամ, չեմ ունեցել 6 ամսվա գրանցում Երևանում։ Ձեր արձագանքը ինչպեսի կլինի։ Այսինքն ես պետք է այդ պահից սկսեմ դադարել։ Երևանի փոխքաղաքապետը, որ համոզում է, թե հավատարիմ է օրենքի տառին ու ոգուն, հին խոսակցություն է անվանում լրագրողի հարցը, թե հավատացյալ Փաշինյանը քանի եկեղեցի է թողել Արցախում։ Այդ հին խոսակցությունները արդեն ինձ թվում է ակտուալ չեն, շատ ակտուալ չեն, որովհետև մենք չենք թողել։ ԿՊԱ-ականները նաև նեղվում են, երբ Փաշինյանի բառապաշարից օգտվելով են լրագրողները փորձում պարզել, թե արդյոք ԿՊ-ում բոլորն են բարոյականության մարմնացումներ։ Ձեր հետևորդները ԿՊ-ի կարող են իրենց իրավունք վերապահել, օրինակ ինֆորմացիա ունենալով, թե ձեր օրինակ որ նախարար կամ որ պատգամավորը ում հետ ինչ անում, ով ումա դոմփում շատ կներեք, ով ում հետ ինչ անառակաբարո գործողությունների մեջ է, կամ ով ինքը ոնց ամստական ուխտը կարող է թարգմանել անել ձեր մի բան, նախ ձեր բառամթերքը շատ վատն է, ես կխնդրեմ ու կպահանջեմ, որ ձեր որակումներում լինեք շատ զգույշ, շատ զգույշ, խնդրում եմ։ Դուք որպես պարկեշտկին ձեզ լավ է նշանակում որպես պարկեշտկին։ ԿՊ այս անդամը Քրիստինե Վարդանյանը, որին կարծես խորտ թված կամ հավանաբար չհասկացավ պարկեշտկին արտահայտությունը, խոստովանում է, ոչ միայն լայքել է, այլև տարածել է քեռակնոջ մասին Փաշինյանի հայտնի ստատուսը։ Ոչ միայն դրել եմ, նաև կիսվել եմ իմ էջում։ Այսինքն որտեղ ես համաձայն եմ այդ կարծիքի հետ։ Ձեզ ոչ թե ձեզ ոչ թե պետք է հետաքրքրի։ Քաղաքապետարանում հակաեկեղեցական դեմարշից հետ չի մնում անգամ Փաշինյանի արտախորհրդարանական հենարան Հանրապետություն կուսակցության անդամը։ Հայ եկեղեցին ունեցել է բիզնեսմեն տերտերներ, ցավոք, այս վերջին 2 տասնամյակին առհասարակ բիզնեսմեն տերտերներ եւ այսօր պայքարը, ես իմ անձնական կարծիքն եմ ասում, այսօր պայքար է գնում հենց բիզնեսմեն տերտերների։ Այս փորձություններ կհաղթահարի 1700-ամյա առաքելական եկեղեցին։ Այս հավատով է Մայրաթորը արձագանքում Հայաստանի իշխանության դեմարշին։ Սուրբ Էջմիածնի միաբաններ Հայաստանից եւ Սփյուռքից, ինչպես նաև ներկայացուցիչներ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություններից հայոց հայրապետին իրենց հավատարմությունն ու աջակցությունն են հայտնել անցած շաբաթ Էջմիածնում տեղի ունեցած միաբանական համագումարում։ Մենք հավատարիմ զավակներ ենք Մայրաթորի եւ իր քաղաքալին Վեհապար Հայրապետի, ինքը հայրապետն է,
բոլոր հայության, ոչ միայն Հայաստանում, այլ Սփյուռքում ինքը մեր հոգևոր հայրն է եւ մենք հետևում ենք իրեն եւ մենք հավատում ենք մնում Մայրաթոր Սուրբ Էջմիածին, որ 2011 եւ 2022 թվականների մարտահամարի ժամանակ պատահականության սկզբունքով մարդկանց հարցրել են, թե որ հավատի ու դավանանքի հետևորդ են։ 90%-ը հայ առաքելական եկեղեցին է նշել։ Միաբանական համագումարին տվյալները ներկայացրել է պատմաբան Միքայել Մալխասյանը։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդների տեսակարգը շիռ 90%-ից ավելի է, երկու դեպքում են։ Եվ արդեն փոքր-ինչ ինչ-որ շարժերը դրանք ավելի շատ երկրորդական են։ Ժողովուրդ եկեղեցի կապն է ցանկանում խզել իշխանությունը, վստահ են Մայրաթորում։ Նպատակն է լրացնել եկեղեցու ձայնը, նվազեցնել նրա բարձր վարկն ու հեղինակությունը հասարակության մեջ։ Հայտարարել է Գարեգին II-ը, պատգամել նոր փորձությունների հանդիման լինել միասնական։ Թերեզա Կադաևչյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։